Եզրագծից այն կողմ հայտնված մարդիկ եւ մարդկային ճակատագրեր յուրաքանչյուր աշխատանքային երեկո։ Բարև ձեզ, դուք հայտնվել եք կիսաբաց լուսամուտներից ներս եւ դիտում եք երկրի գլխավոր թոք-շոուն։ 14-ամյա Սերինե Սարգսյանը գերադասում է չհիշել ու չկարոտել իր մանկությունը։ Մանկություն, որտեղ նա թողել է իր ամբողջ տխրությունը, ցավն ու տառապանքը։ Դեռ չծնված նա կորցրեց հորը, իսկ 11 տարեկանում արդեն մորը։ Այսօր Սերինեն միայնակ է խնամում իր տատիկին։ Միայնակ է նաև պայքարում բազում դժվարությունների դեմ, որոնք ստիպված է լինում հաղթահարել ամեն օր։ Սերինեն իր անգույն մանկությունը գունավորելու եւ մի քիչ մանկություն ունենալու վերջին հույսով այսօր հասել է երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար։ Մի քիչ մանկություն, կիսաբաց լուսամուտներից ներս։ Իր մի քիչ մանկության մասին այսօր խոսելու է Սերինե Սարգսյանը, դիմավորենք։ Ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ։ Փառք Աստծո, որ ամեն ինչ լավ է։ Ես էլ եմ լավ, այ լավ է, որ ինքնուրույն ես եւ փորձում ես ինքդ էլ հարցեր տալ։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե այսօր մեզ մոտ զրույց լինի, այլ ոչ թե իմ կողմից հարցեր, քո կողմից պատասխաններ։ Կարծես քո դեպքում, երբ դու նոր պիտի կյանք մտնեիր ու մաման իրականում մայրական խորհուրդներ քեզ տալ, չստացվեց։ Առողջական վիճակը մայրիկիդ չթողեց, որպեսզի նա կարողանա քեզ նպատակին հասցնել։ 11 տարեկան էիր, գիտեմ, երբ մայրդ վատառողջ էր, այո, ինչ ես հիշում ձեր համատեղ կյանքից այդ 11 տարիներից։ Դե ես իմ կյանքից, իմ մանկությունից ոչ մի լավ բան չեմ հիշում, քանի որ չեմ ունեցել կարգին լավ օրեր։ Հիշում եմ, որ մամաս ամենակ հիվանդ եղել ու ես ամբողջ ժամանակ իր կողքին եմ եղել։ Իսկ մինչև դա մայրիկից ինչ ես հիշում, ինչպիսին էր ձեր առօրյան։ Դե ես մայրիկիս հետ չեմ եղել, մամաս էլի հիվանդ է եղել ինքը, տատիս հետ եմ եղել։ Տատիս այնց մեջացրել ու ինչ խորհուրդ եղել է տատիս է տվել, մամաս չի կարողացել ինձ մայրական խորհուրդները տա, որ պիտի տար, քանի որ հիվանդ է եղել։ Իսկ ուր էր մայրիկը այդ ժամանակ լինում։ Դե մամաս ոնց ասեմ, հիվանդ էր, չէր կարողանում։ Միշտ հիվանդ է եղել մայրիկը, միշտ առողջական խնդիրներ է ունեցել։ Չէ, դե ընդհանուր տատիկիս մոտ եմ եղել, ես իր հետ այդքան էլ շատ շփում չեմ ունեցել։ Ինչի։ Դե չգիտեմ։ Չէ, բոլոր երեխաները ունենում են ծնողներ, այդ թվում նաև տատիկներ ու պապիկներ են ունենում։ Դե քանի որ տատիկիս հետ եմ եղել միշտ, դրա համար էլ հիմա որ տատիս մոտ եմ եղել։ Դուք ապրել եք նույն շենքում, հանրակացարանային շենք, տարբեր հարկերով, հարկերի տարբերությունն է ընդամենը ձեզ բաժանել։ Դու ավելի շատ գիշերում էիր տատիկի մոտ և քո բնակարանը հենց տատիկի հետ էր համարվում, թե մայրիկի։ Չէ, տատիկիս հետ Ինչն էր խանգարում քեզ այդ մի քանի հարկը բարձրանալ կամ իջնել։ Չէր խանգարում ինձ, ուղղակի չգիտեմ։ Մայրիկն էր հանձնել տատիկին, որպեսզի խնամեր։ Չէ, ուղղակի տատիս մոտ եմ մնում, որտեղ ծնված օրվանից էլ տատիս է ինձ պահել, մամաս չի կարողացել։ Իսկ ինչ տեսակ էր մայրիկը քո։ Դե մամաս, որ հիվանդացավ, ինքը մի քիչ շատ չարացավ, չգիտեմ, սաղի հանդեպ շատ չար էր։ Ես, որ մեր հարևանին գնում էի օգնելու, ինքը ասում էր մի գնա օգնի, չէր թողում, որ գնայի օգնայի, բայց չէի լսում, էլի գնում էի օգնում էի։ Բայց այդ վերջին պահերին, որ սկորիով իրան տանում էինք հիվանդանոց, ես իրա ձեռը բռնել էի, մամայիս հետ չէի կարում կիսվել, որովհետև մամաս Մի հուզի, ցավականը մի հուզի։ Չէր կարողանում մայրիկի հետ կիսվել, ինչի։ Որտև ինքը որ հիվանդ էր չէր կարողանում խոսալ։ Պատճառը զուտ դա է, թե մայրիկը նույնիսկ ինչ-որ պատնեշ էր դրել, որ դու չէիր կարողանում կիսվել, չգիտեմ, մայրիկին գուցե այդքան մոտիկ չէիր ընդունում, ինչքան տատիկին, որ կիսվեի։ Չէ, պատճառը իր հիվանդությունն էր, որ չէի կարողանում կարգի մայրական խորհուրդներ լսեի։ Հիմա ինձ մեր հարևաններն են խորհուրդներ տալիս, տատիս խորհուրդներն եմ լսում։ Լավ, իսկ մայրիկի քո սերման վերաբերյալ քեզ ինչ էին ասում տանը։ Ով է քո հայրը, ուր է նա։ Պապաս չկար, այս երևի մի քանի ամիս է, որ հայտնվել է։ Այս մի քանի ամսվա ընթացքում պապաս հայտնվեց ու եկավ։ Ընդհանուր էլի փոքր ժամանակ գալիս էր շատ վատ վիճակով, խմած վիճակով գալիս էր։
Հայրիկը երբեք չի եղել ձեր ընտանիքում։ Չէ, մեր մոտ չի եղել, ինքը ուրիշ տեղ ապրում։ Ես ճիշտ եմ հասկանում, որ քո ընտանիքը կոչվածը եղել ես դու, տատիկը եւ ունեցել ես նաեւ բիոլոգիական մայրիկ ու բիոլոգիական հայրիկ։ Մայրիկը գուցե ավելի մոտ է ապրել, քան հայրիկը ու շատ ավելի հաճախ ես շփվել նրա հետ, բայց մայրիկն ու հայրիկը ինչպես իրարից են անկախ եղել, այնպես էլ քեզանից են շատ դեպքերում անկախ եղել, ճիշտ եմ հասկանում։ Ոչ մայրիկի դեպքում ես փորձել հասկանալ, ոչ էլ հայրիկի դեպքում ես փորձել հասկանալ ինչ է եղել։ Իսկ չես տատիկին օրինակ հարցրել, ինչու բոլոր շատ ավելի, չասեմ բոլոր, շատ ընտանիքների նման դու էլ չես ունեցել ընտանիք, հայրիկ, մայրիկ։ Ունեցել եմ, բայց իրանց հետ կապված ընդհանրապես չեմ եղել։ Չես հարցրել ինչու։ Չէ։ Իսկ քո մոտ զգացմունքների առումով ինչպիսին է եղել դասավորությունը ծնողների հանդեպ։ Ուղղակի մայրիկը, ուղղակի հայրիկը։ Չես սիրել։ Չէ, սիրել եմ, ոնց կարամ չսիրեմ մամայիս ու պապայիս։ Սիրել ես այնպես ինչպես տատիկին։ Չէ, հաստատ չէ, որտեվ տատիս իմ համար ավելի առավել է։ Ճիշտ է, այս աշխարհում մաման ավելի առավել է ամեն ինչից, բայց հաստատ իմ տատին իրանցից ավելի առավել է, քանի որ մինչև հիմա էլ ինքը իմ համար տանջվում է ու պահում է։ Մայրիկից հիշում ես որևէ խորհուրդ, չգիտեմ, որևէ միտք, որ մայրիկը քեզ ասում էր, մինչև չարանալը, մինչև հիվանդանալը։ Ընդհանուր տենց եղել է, ինքը ասել է շատ մի շփվի այն մարդկանց հետ, ովքեր որ վատն են։ Իսկ ովքեր էին վատը։ Դե մեր շենքում ապրել ուղղակի անհնարին է, որովհետև մեր շենքում շատ աղջիկներ կան, որ շատ վատն են, չեմ ուզում ես ինքնեմ շատ վատ շրջապատ։ Մամաս ասում էր, այստեղ շատ վատ շրջապատ է։ Նման վտանգ ես զգում։ Հա, որովհետև մեր շենքում ապրել ուղղակի անհնարին է։ Ինչ որ մի կերպ քեզ որևէ մեկը բան է ասել շենքում այդ աղջիկներից։ Չէ, չեն ասել, ուղղակի ես այդքան բան տենում եմ։ Ահա։ Մենակ ես չեմ տենում, այդտեղ էլի իմ նման լիքեր եղաներ կան, որ տեն շատ վատ բաներ են տենում ու պետք չէ որ տենան, որովհետև։ Բայց դու քո վրա պիտի վստահ լինես, դու տեսնում ես, չէ՞ ինչ է կատարվում այդ աղջիկների հետ։ Տենում եմ, որ դրա համար էլ հեռու եմ ուզում մնամ այդ շրջապատից։ Միայն քեզանից է կախված դա։ Հիշի դա գուցե ինչ-որ առումով գայթակղիչ հեշտ ճանապարհ է, բայց գիտես հեշտ ճանապարհները այս կյանքում ուր են տանում։ Միայն դեպի կործանում։ Այդ հաստատ իմացի։ Չգիտեմ մայրիկը քեզ հասցրել է այդ խորհուրդը տալ, թե տատիկն է դրա մասին խոսել, բայց եթե դու եկել ես այստեղ, ապա եթե նույնիսկ չես լսել այդ մտքերը, հաստատ իմացի այն ինչ որ ներքուստ քո մոտ կա, այստեղ հրավիրվածներից շատերը կփորձեն քեզ հետ կիսել։ Հիմա փոքրիկ դադար կիսաբացի եթերում, որից հետո մենք վերադառնում ենք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար հասկանալու համար, թե ինչպիսին կարող է լինել մի քիչ մանկությունը։ Կիսաբաց լուսամուտներ հիմնադրամը օգնում է հարյուրավոր ընտանիքների։ Ոչ մի խնդիր, որ երբևէ բարձրաձայնվել է մեր թողարկումներում, անպատասխան չի մնացել։ Եվ հիմա մենք կոչ ենք անում ցրել անտարբերությունն ու անverջ բողոքելու փոխարեն գործել, օգնել այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը։ Փրկել մեկ ճակատագիր, օգնել մեկ երեխայի, սրբել մեկ մոր արցունքներ։ Չկա ավելորդ օգնություն, չկան փոքր նվերներ, կա ցանկություն, որը միավորում է մեզ։ Կատարեք դրամական անվանական փոխանցումներ մեր հաշվեհամարներին։ Մի քիչ մանկություն կիսաբաց լուսամուտներից ներս։ Եթե նոր եք միացել մեզ, բարի երեկո, եթե ոչ, ապա հիշեցնեմ եւս մեկ անգամ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Մենք այն ստեղծել ենք, որպեսզի միասին պայքարենք այն ընտանիքների համար, ովքեր դժվար կացության մեջ են եւ ձեր օգնության կարիք ունեն։ Կատարեք անվանական դրամական փոխանցումներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում, կամ էլ նյութական օգնություն ցուցաբերելու համար զանգարեք մեր թեժ գիծ +374 60 50 33 17։ Սերին են շարունակում է լինել երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում։ Սերինը 2011 թվական մայրիկը առողջական խնդիրների պատճառով հեռացավ կյանքից։ Ես չեմ ուզում քեզ որևէ հերթական ցավը պատճառել հիշելով, եթե դու ցանկություն ունես այդ մասին կիսվելու ինձ հետ եւ ներկաների, մենք կլսենք։ Եթե չէ, կարող ենք անցնել առաջ։ Չէ։ Խոսեմ։ Լսում ենք։
2011 թվականին մամա շատ հիվանդ էր, վատացավ, սկորի կանչեցինք, սկորիով տարանք հիվանդանոց, հիվանդանոցում մամա շատ վատ էր, ասացին, որ պիտի տեղափոխենք Երևան, տեղափոխեցինք Երևան, ասացին, որ ինքը մեր հիվանդը չի, մենք իրան չենք կարող բուժենք, մեր հիվանդանոցի ամենալավ բժիշկը, որ Ինկեր Զարդարյանն է, որին շատ շնորհակալ եմ, զանգեց, ասաց, որ իմ հիվանդին հետ բերեք, մենք կբուժենք։ Պարոն Զարդարյանը այսօր մեզ մոտ է, մենք զրուցենք դեռ նրա հետ։ Մենք մամայիս սկորիով հետ ենք բերել հիվանդանոց, հիվանդանոցում մամա շատ վատ էր զգում էլ իրան։ Մամայիս ձեռը բռնել էի։ Մամայիս ասում էի, մամ ջան, ամեն ինչ լավ կլինի, չմտածես։ Հետո մի քանի րոպե հետո անց մի հատ բժիշկ եկավ ներս ասաց, որ խնդրեմ դուրս կգաս մի քանի րոպեով, դուրս եկա, տատիս ասաց, արի բալես այդ հանք տուն գնացինք, մամայիս մոտ ոչ մեկ չէր մնացել, տուն գնացինք, մինչև տուն գնացինք, ոստիկանությունից եկան ասացին, որ քո մաման մահացել է։ Մի հուզվի։ Հետո որ մամաս մահացավ, իմ խնամակալությունը տատիս վերցրեց իրա վրա, հետո մի քանի տարի հետո էլի անախորժություններ եղավ, որ մենք չկարողացանք լավ ապրենք։ Հիմա տատիս հիվանդացավ, հիմա տատիս հիվանդա շաքար հիվանդությամբ, մի քանի օր առաջ տատիս շատ վատ էր, վատացավ, սկորի կանչեցինք, որ սկորին եկավ, երկու հատ պարացետամոլ տվեցին, ճնշումը չափեցին, ասեցին դե այս մեր գործը չի, մենք չենք հասկանում իր այդ ինչա կատարվում, պետք է տանենք հիվանդանոց ու հասկանանք ինչա կատարվում։ Մենք կհասկանանք քո տատիկի հետ ինչ է կատարվում եւ ինչ առողջական խնդիրներ են նրա մոտ գլուխ բարձրացրել, բայց արի նախ եւ առաջ տատիկին հրավիրենք տաղավար, տիկին Վարդուհի Սարգսյանն է գալիս կիսաբաց լուսամուտներ դիմավորեք։ Բարի երեկո տիկին Վարդուհի, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ուզում եմ սկսել մի քիչ նախապատմությունից, թե Սերինեն ինչը ընտանիքում է ծնվել ու ինչու հայրն ու մայրը միասին չէին ապրում եւ ինչու չեղավ այդ ընտանիքը։ Մինչև իր ծնվելը իմ աղջիկը աշխատում էր Արտաշատի կանսերվույում, որից մի քանի ամիս հետո ինքն ասավ ուզում եմ ամուսնանամ, ասի դու գիտես բալաջան, վերջը, ինչ որ այդ տղեն իր հետ կապնվել էր, այդ տղեն թողե գնացել էր, արդեն իմ աղջիկը հղիացել էր։ Իմ մեծ աղջիկը տարավ հիվանդանոց, Արտաշատի հիվանդանոցը աբորտ արեց։ Ուրեմն դու մի ասած զույգ ա եղել, մեկը եղել ա, մեկը մնացել էր։ Անցավ 2 ամիս իմ աղջիկն ասավ, մամա, իմ փորի մեջ մի բան իրար ա գալի ոնց որ ես մեր կոնսուլտացիա տարա, ասեցին, որ 4 ամսական 3.5 արդեն հղի ա ինքը։ Անդադ տարել եմ կոնսուլտացիա, մինչև երեխան ծնվել ա։ Երեխան ծնվել ա մեր Արարատ քաղաքի հիվանդանոցում Սերենեն։ Հայրն իմացել է, որ այդ արտամուսնական կապի արդյունքում զույգ երեխաներ պիտի ծնվեին, որոնցից մեկը բժշկական միջամտության պատճառով չի ծնվել եւ մյուսի ծնունդն էլ արի ու տես իրականում հրաշք է։ Ոչ մի բան չի իմացել, ցավոտ տանեմ։ Մենք ես երեխային գնացի ծննդատնից բերել եմ, պահել եմ։ Ես вообще իր հորը չեմ տեսել, մինչև մի քանի տարեկան պահել ենք։ Պահել ենք, մեծացրել ենք երեխային, ես ու մայրը գնում էր ուրիշի տները մաքրում էր, դաշտը գնում էր բերքը հավաքի բերում էր, ես ինքը իր երեխան մի կերպ պահում էինք։ Իսկ ինչու էր երեխան Սերինեն ձեր խնամքի տակ ավելի շատ եւ ձեզ էր ընդունում որպես Որովհետեւ մենք իրար հետ ենք ապրել։ Ինչու։ Մինչև մոր մահը։
Մերն էլ իմ հետ ապրել։ Հա։ Չէ, Սերինեի համար դուք ավելին եք, քան տատիկ։ Այո, որովհետև ես իրան շատ եմ սիրում։ Համոզված եմ, որ Սերինեն էլ ձեզ նույնը կասի ու ասում է. Տատ դուք ձեր դստեր Շիրիմին խոստում տվեցիք նրան, Այո։ որ երեխային անկախ բոլոր դժվարություններին մանկատուն չեք հանձնի եւ քանի կաք առողջ եք ու ողջ եք կպայքարեք նրա ու նրա կյանքի համար։ Շնորհակալ ենք, որ այսօր անում եք դա։ Այո։ Տաջան, հայրը մի քանի տարեկանում Սերինեի երբ հայտնվեց, ուղղակի հայտնվեց այդպես մրիկի նման ու հեռացավ նույն կերպ։ Մինչև մոր մահը մի անգամ երևացել է, մերն ասել է ոչ մի անգամ դու չկաս, ես իմ երեխին արդեն պահել եմ, մեծացել եմ, դու ոչ մոր չես հայտնվել, հիմա մի չեմ ուզում։ Հա։ Ու տենց գնաց, էլ չերևաց մինչև մոր մահից հետո, այս վերջերը 2 տարի, 3-րդ տարին է, որ իր մաման մահացել է սեպտեմբերի կլրանա 3-րդ տարին, հա։ Հիմին որ հայտնվել է, եկել է, ասում է, ուր է, մամաց Սերին է, ասում է, մամաս մահացել է, հա։ Եկավ ընկավ ոտերից թեմա, բա ես իմ երեխին ուզում եմ տանեմ, մի քան օր պահեմ, ասի ոչ մի անգամ, հա։ Շատ խնդրվավ, համարյա 2-3 ժամ, ասեցի, բա որ դու մինչև հիմա արդեն 14 տարեկան եմ արի ես երեխային դառը օրերով, հա։ Բանջար եմ հավաքել չոլերից, բժիշկի դռան դեմով անցել եմ միշտ, տեսել է բժիշկը, որ ես իր դռան դեմով ամեն օր գնացել եմ, բանջար եմ հավաքել 200 դրամով ծախել եմ, քո երեխին պահել եմ, մինչև առեսօր, դու որտեղ ես, որ հիմա եկել ես երեխա ես ուզում, լացավ շատ, ողբած երեխան, ասավ տատի, ուզում ես գնամ տենամ, հայրական օջախը ոնց է, ինչ է, երեխային վերցես տարավ, մի օր անցել էր տենամ հարևանի կողմից իրանց զանգ եկավ։ Վարդուի տատիկ դու ես, ասի հա, Սերինեին իրա պապան ապտակել է, Սերինեն թող է տանես դուրս հայկե, հարևանի տունն է, մյուս փողոցի։ Ինչ է տեղի ունեցել այնտեղ Սերինը։ Իրա մյուս կինը տանը նստած էր, ինքը խմած էր։ Ճիշտ խմած եկավ, ես իրա կնոջ հետ խոսում էի տանը նստած։ Խմած եկավ, իրա կնոջ հետ պրոբլեմներ ունեցավ։ Հետո իրա կնոջը խփեց, այսի պապ մի խփի խնդրում եմ, որ այսի մի խփի ինքը պրած ինձ խփեց, ես լացելով դուրս եկավ, հարևանուհին տեսավ, ասաց ասիչ ջան խես լացում, այսի պապաս խփել, ասաց պապատով է, այսի կարենը, ասաց հլա արի ջան գնացել եմ իրանց տուն, մորքուրիս համարը հիշում էի, զանգեցի մորքուրիս, ասի մորքուր, պապան ինձ խփել է, ես հարևանուհու տանն եմ, այդ հարևանուհուն տատին ասաց, որ տատին կար ինձ տաները տեղից, տատին եկավ, այդ հարևանուհինները տատին ասացին, որ երեխուն վերջրու տար, պետք չի, որ ստեղ մնա, տենց մենք հետ եկանք տուն։ Կհիշես հայրիկիդ հետ ոնց ես ծանոթացել Սերինե։ 5-6 տարեկան է, ինքը մի անգամ էլ եկավ, մամայիս հետ մենք ուրիշ շենքում էինք ապրում, այդ փոշտի շենք էին ասում, այդ շենքում էինք ապրում, տատիսի այդ վաղտ ուրիշ իրա քերիս հետ էր, իրա տղու հետ էր, իրա տղան էլ էր, էլի վատ առողջ քերիս, տեղ էր ապրում, Քերի հետ էր կարծես հարթ ու համերաշխ չեն հարաբերությունները, ինչի է Քերին լարված ձեր հանդեպ։ Դե, որ տատիս հետ 3-րդ հարկում ենք ապրում, ինքը խմում է, բարձրանում է վրա, բոլոր հարևաններին անեղացնում, խոսում է հարևանների վրա, Մենք շատ մի տարօրինակ տեսանի ականատեսը եղանք, երբ նկարահանումներով ձեր բնակարանում էինք, խնդրեմ նայենք էկրանին, թե ինչպիսի վարք է դրսևորում ձեր քերին։ Որ չթողեմ բաց ճանապարհեցան, էդի բատա։ Հարբած վիճակում։ Արա չէ, որտեղ բերում ես ես ներքևն եմ, չես ջոգում, ինչը կատարվում։ Կարող է խփել եմ, հանել եմ, այդ օրը ես որ խփիմ։ Չի որ նայելի է դուրսը նստած։ այդ արդեն սկսար, քանի հատ տղու մոտից եմ բերել։ Ինքը լավ գիտի։ Քանի հատ։ Խես սուտ ասում։ Ով սուտ է խոսում ամոթ իրան։
Հələ իրան հարցը։ Ուղղակի ձեր համար ծառա եք պահում։ Չէ։ Հա։ Ումը։ Որ ձեր կստոտած տասել ոչիլին արա։ խմացները։ Всё, ես ինձ ոչիլ։ Արա, ես ինձ ոչիլա։ Մենակ փոխչին։ Անմեր երեխայա դրա համար անպաշտպան։ Ոչ։ Խիա ոչ։ Սրա խաթի, էս էշի ջոգը։ Խիա էշ։ Փոքրա չի հասկանում, չի կարողանում։ Քանի տարեկան է։ Քանի տարեկան։ 14։ 14։ Նրա տարիքին ինչեր ես անում։ Միրեպեուրը։ Ինչքանից եմ պայը։ Ինչքանից ես Հա։ պայ։ Ինչ ես պայ, դու քո խմելուց բացի ինչ ես անում։ Հələ հարցրա, գնա մորդ հարցրա։ Ինչքանից եմ պայը։ Արդեն զզվել եմ սաղից։ Մի գորա գնա դու սարի, գնա մի սկս։ Ինչքանից եմ պայ քեզ աղջի։ Հա։ Դու մի հատ հաց առած կաս։ Կներես, քեզ ինչքանից եմ պայ։ Դու մի հատ հաց առած։ Մեռնեմ քեզ։ Չէ, ճիշտ խոսա։ Ինչքանից։ Մեռնեմ քեզի չեմ։ Всё, պրոբլեմ չկա։ Փոքրիկ դադարից հետո մենք հետ կգանք հասկանալու քերու պահվածքը, ինչու են նա այսպես թույլ տալիս իրեն խոսել 14 տարեկան երեխայի հետ։ Երկրի թիվ 1 թոք շոուի բոլոր թողարկումները դիտեք YouTube-ի Աթիրի հեռուստաընկերության պաշտոնական ալիքում։ Արտահայտեք ձեր կարծիքը, ծավալեք քննարկումներ կիսաբաց լուսամուտների Facebook-յան պաշտոնական էջում։ Հետևեք մեզ նաև Twitter-ում։ Ձեր կարծիքը կարևոր է մեզ համար։ Միացեք մեզ աշխարհի ցանկացած կետից։ Համացանցում մենք հասանելի ենք 24 ժամ շարունակ։ Կիսաբաց լուսամուտներ։ Մի քիչ մանկություն երկրի գլխավոր թոքշոուի տաղավարում մենք վերադառնում ենք հեռուստատեսային եթեր։ Եթե նոր եք միացել մեզ, ապա ծանոթացեք թեմային։ 14-ամյա Սերինե Սարգսյանը գերադասում է չհիշել ու չկարոտել իր մանկությունը։ Մանկություն, որտեղ նա թողել է իր ամբողջ տխրությունը, ցավն ու տառապանքը։ Դեռ չծնված նա կորցրեց հորը, իսկ 11 տարեկանում արդեն մորը։ Այսօր Սերինեն միայնակ է խնամում իր տատիկին։ Միայնակ է նաև պայքարում բազում դժվարությունների դեմ, որոնք ստիպված է լինում հաղթահարել ամեն օր։ Սերինեն իր անգույն մանկությունը գունավորելու եւ մի քիչ մանկություն ունենալու վերջին հույսով այսօր հասել է երկրի գլխավոր թոքշոուի տաղավար։ Մի քիչ մանկություն, կիսաբաց լուսամուտներից ներս։ Տիկին Վարդուի, ձեր տանը մթնոլորտը միշտ է լարված ու թեժ մինչև դադար գնալը մենք տեսանք, թե ինչ էր կատարվում։ Այո, ցավոտ տանեմ։ Երեխան, որ իշնում է բագը, ուզում է մի քիչ խաղա երեխաների հետ, խմածը լմա չի թողում իշնի բագը առաջի հարկը խաղա։ Իսկ ինչ մեղադրանքներ է Սերինե, 14 տարեկան անչափահաս աղջիկ է, հա։ Ձեր մորաքույրն էր Սերինե պայքարում ձեր համար, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունում է նկարահանումից հետո նա ստիպված է եղել գնալ այնտեղ, այսօր այդ պատճառով այստեղ ներկա չէ։ Ինչ է պատահել։ Ինչի է ասում, որ քեզ տարբեր տղաների կողքն է տեսել։ Ինչ է նման մեղադրանքներ հնչեցնում։ Որովհետև ինքը խմում է։ Ես փող չեմ կարողանում իրան տամ, գալիս է փող ուզում, երեխին եղում է գնա տատիկից փող բեր, որ ես այդամ խմեմ, չի աշխատում, հա, ոչ միտեղ։ Ինձի պապիրոս առեք, ընձ է արաղ առեք, փող տվեք, որ ես կարողանամ, երեխեն ասում է, դու իմ տատիկի հետ գործ չունես, դրա համար էլ երեխայի հետ հակառակվում է, երեխեն ուզում է խանութ գնա հարցակվում է, երեխի ձեռից փողը վերցնում։ Լավ, ինչի, զուտ այն պատճառով, որ հարբեցող է, խնդիր ունի խմիչքի հետ, այո, սեր ունի։ ինքը հարբում է, աշկի ոչ բան հարևաններին էլ վիրավորում, ամեն օր հարևանները միլիցիա են կանչում իր վրա, քրվում է, հարևաններին էլ վիրավորում, երեք նորից էլ զանգ են տվել հարևանները, իրան մոտ եկել են, տարել են բաժին, նորից բաց են թողել, չգիտեմ էլ։ Մեր ներկայությամբ ձեր հարաբերությունները պարզելը շարունակվում էր, եւս մեկ անգամ եկեք նայենք էկրանին։ 11 տարեկանից մերը մահացել է, որևէ մեկը քերի եք, մի ձեր շոր առել եք, կամ մի հատ նասկի, առել եք, ասել եք Սերինե, դու անպապա անմամա ես էլ քո մետ քերն եմ։ Այդ կացի սոսկեն բերանից թանել արա։ Գորում եմ վրա, ուտես գորում աշխատել եք 10 լուման, ինձ տվել եք, ասել եք առես 10 լուման, քեզի դեղավ մի մոմենտ, որ ուզում Տշել եմ։ իշնի բակ,
ալկաշա խմած, ամենավերջի բարերը։ Խի թոկոկողից չերանա, ես ճիշտ եմ ասում։ Ամենավերջի Քուրջեմ, կներեք, խի ինքը եթե ունի տատի, չէ, թոկոկողից չերանա, ինչ կա դուրսը, չոտքի խոսեմ, դուրսը ինչ կա։ Դաստիարակա, դասատույա դա։ Արա ես դաստիրակ չեմ, խելքդ գլուխ թավակի այ պարավ, ոշեմ, այ պարավ, էլիքա։ Հաճախ է այս պահվածքը։ Եվ խմումը ամեն անգամ տենց է իրավիճակը։ Իսկ հաճախ է խմում։ Եթե 200 դրամ գնում ազերով, այդ վրա սպիրտ առնում գալի խմումը։ Սերենե, դու հիմա մի կարևոր շրջանում ես, երբ պետք է ուշադրություն դարձնել ուսմանը, ճանապարհին, ապագա, հա, դպրոցում գործերդ ինչպես են։ Չնայած նրան, որ հիմա արձակուրդներն են արդեն համառային։ Դպրոցում իմ հարցերը շատ վատ էին, որ տատին Իվան Դաժլինում մոտն էի լինում, չէի գնում դպրոց։ Մեր տնօրեն ընկեր Հովհաննիսյանը չգիտեմ անախորժություններ էր սարքում, բայց հիմա քիչ լավացել է։ Դու ասում ես նախնական զրույցում, որ դու ամաչում ես ինչ-ինչ պատճառով դպրոց գնալ։ Ինչ է դա նշանակում։ Որովհետև թուրը կարգին։ Ինչն է քեզ նեղում դպրոց գնալու։ Ինչ որ մի բան քեզ նեղում են, ինչ որ մի բան ասել են քեզ այնտեղ։ Չէ, ինձ ոչ մի բան չեն ասել ուղղակի։ Այդ դպրոց գնալու ուղղակի անհնարին է։ Ինչի։ Դե այդտեղի տնօրենը, ճիշտ է, դասատուները շատ լավն են, բայց ուղղակի տնօրենը, չգիտեմ ինչի համար, որ ես տատիս կողն եմ լինում, հիվանդ եմ լինում, չեմ կարողանում դպրոց գնամ, շատ վատ անախորժություններ է ստեղծում։ Ես եմ հիվանդ լինում, չեմ կարողանում գնամ դասի։ Եթե ես առավոտյան զարթնեմ հաց չուտեմ, էլ գնամ դպրոց, չեմ կարա թողեմ իմ տատին, որ ինքը հաց չուտի։ Ես կարամ հաց չուտեմ, բայց իմ տատին չի կարա չուտի։ Սերենե, խոսքդ վերաբերում է տատիկի հիվանդությանը, ես շատ լավ եմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Խոսքը վերաբերում է դիաբետին, դեղեր ընդունում է ենթադրում եմ տատիկը։ Տնօրենը քեզ կոնկրետ ինչ-որ մի բան է ասել։ Միայն բացակայություններին է խոսքը վերաբերում։ Միայն բացակայություններին։ Ես կարծում եմ գուցե եւ ինչ որտեղ հարգելի են դրանք, բայց եթե միայն դրան է վերաբերում խոսքը, ապա տնօրենը եւ քո համար է անհանգստացած։ Երբևէ գիտի քո դասատուները, ուսուցչական կոլեկտիվը գիտի ինչ է կատարվում ձեր տանը։ Չէ։ Բա որտեղից պիտի իմանան այդ մարդիկ, որ հանդուրժող լինեն։ Ինչու տեղեկացված չեն։ Հրաչ գիտեն։ Գիտեն։ Ընկեր Հովհաննիսյանը գիտի, հա։ Տնօրենն էլ շատ լավ գիտի, ուսուցիչներն էլ շատ լավ գիտեն։ Դպրոցի հետ այս պատմությունը արդեն 1 տարուց ավել է, որ գնում է։ Տիկին Անտոնյան։ Ամեն ինչ սկսվեց ինչից, որ ինձ զանգարեց Տիկին Վարդուին, ասեց, որ երեխային գումար են դուրս գրել, ավելի շուտ մարզպետարանը, թե ինչ-որ բարեր ար, գումար է դուրս գրել սոցիալապես անապահով երեխաների համար, սակայն երեխան չի ընկել են ցուցակը, որտեղ ինքը երկկողմանի ծնողազուրկ կա, անապահով չի ընկել են ցուցակը, որտեղ ինքն էլ կարող էր այդ գումարը ստանալ, հա։ Տիկին Վարդուին գնում է տնօրենի մոտ, անդուր խոսակցություն է լինում, հասնում է, ես չեմ ուզում ուղղակի մանրացնեմ ամեն ինչ, հասնում է նրան, որ նա ասում է, սա ինձ են ուղարկել այս գումարը, ես ում կուզեմ նրան էլ այդ գումարը կտամ, դա հասցնում է այս խեղճ կնոջը այն աստիճանի, որ այս խեղճ աղջիկը քթից արուն է գալի ու շատafում է եւ այլն։ Որ դպրոցի մասին է խոսքը։ Պլյուս Կավսիմու ինքը դրած սպառնում է, որ նենց արեք, որ այս դպրոցը կարողանաք ավարտեք։ Ուրեմն ճարահատված, որ Տիկին Վարդուին այդ ամեն ինչը ինձ պատմեց, եկավ ինձ մոտ օֆիս, ես ասի Տիկին Վարդուի, դու այդ բոլորը դուք գրեք, մենք գնանք նախարարի մոտ, թող նախարարը օգնի, դպրոցը փոխենք, կամ տեսնենք ինչ ենք անում, կամ այդ վայ տնօրենին ինչ որ պետք է ասենք, ու ամենակարևորը որն էր, որ ինքը ասում էր, ես ունեմ այնպիսի մեջք, որ ինձ ոչ մի նախարար, ոչ մեկ չի կարա ինչ որ մի բան ասի։ Տիկին Անտոնյան, հարցս կրկնում եմ, որ դպրոցի մասին է խոսքը եւ ով է տնօրենը։
Արարատ քաղաքի Պարսևակի համար 2 դպրոցը Տնօրենի անազգանում։ Հովանեսյան Զինա։ Ներողություն, ձեր խնդրանքը նախարարին հասել է Տիկին Անտոնյան։ Այո, մենք Տիկին Վարդուհուն, ես տարել եմ պարոն Աշոտյանի մոտ, Տիկին Վարդուհին ինքը, որտեղ ես ներկա չեմ եղել, հանձնել է դիմումը, ես ուղղակի նստած էի իր կողքին, պատմել է նախարարին, ինչի համար է այս ամեն ինչը տեղի ունեցել, խնդրել էր, որ դպրոցը տեղափոխել, բայց եկանք այն եզրակացության, որ ավելի լավ կնի երեխան մնա նույն դպրոցում, չտեղափոխենք ուրիշ դպրոց, մարզպետը գնացել էր, տվել էր խոստումներ, որ ինքը կստանա իր փողը, նույն տնօրենն էր ասել, որ ինքը այդ գումարը կստանա։ Խոստումները կատարվել են։ Ոչ, գումարը կարծեմ տվեցին, չէ։ Այո, թե ոչ։ Եվ դրանից հետո լարվել են, հիմա ինքը իր տատիկի համար, որ 2 օր է բացակայի։ Ինչ, 10,000 դրամի մասն էր այս ամբողջ խոսակցությունը։ Դպրոցում իրավիճակի այդ խոսակցությունից հետո որևէ դրական առաջընթաց ունեցել է, Սերինե։ Դե բանտանուր մինչև հիմա էլ եթե ես այս վերջին անգամ էլ դպրոց չկարողացա գնալ էլի։ Ահա։ Ինքեր Հովանեսյանը դասղեկին էր ուղարկել, որ գրքերը հանձնայի, չէի կարողացել գնալ դպրոց, որ հանձնայի, դե հենց այդ օրն էլ որ տատիս հիվանդությունը չէի տարել։ 2 հատ մեր դասանից որ երեխա էր ուղարկել, դպրոցում չգիտեմ ինչի ասել էր, որ ինքը մեկը մնալու է նույն դասարան, իր այդ դպրոց չգալու համար։ Սերինե, ես հասկանում եմ, որ դու նեղված ես, դպրոցում միայն դպրոցի տնօրենն է ստեղծում իրավիճակ, որ դու քեզ վատ ես։ Դասատուները իմ հետ շատ լավ են։ Ահա։ Երեխաները ինչպես են, դասընկերների հետ ինչպես է հարաբերությունները։ Դասընկերների հետ ընդհանրապես կապ չեմ կարողանում ունենամ։ Ինչի։ Իրանք մտածում են, որ ես որ վատ եմ ապրում, իրանք մտածում են, որ ես Դա քեզ ինչ որ մեկը ասել է, այսինքն նման խոսակցություններ են, շշուկներ են քո ետևը պատտվում, թե զգացել ես պարզապես։ զգացել եմ։ Իսկ դու փորձել ես մտերմություն անել երեխաների հետ։ Ինչի։ Դե Այս տարիքում այնքան դժվար է հասակակիցների կողմից արձագանք չստանալու դեպքում ստեղծել հարաբերություններ նամանավանդ Սերինեին մենք բոլորս տեսնում ենք անինքնավստահ, զուսպ, տեղից եղած իրավիճակը նա մեզ ներկայացնում է կոծկելով, նա ասում է ինֆորմացիայի 5%-ը, ուստի եւ չունի ընկերներ, շրջապատում ինքը փախուստը իրենից է, կարծում եմ, որ ընկերները կարող են քայլանել, բայց տարիքային խնդիրները Սերինեին թույլ չեն տալի։ Սերինե ջան, դու հավատա, դու կարող ես քո ընկերներին գտնել, որովհետև դու հրաշք մարդ ես։ Ես նայում եմ ու միանում եմ քեզանից։ Եվս մեկ փոքրիկ դադար, որից հետո մենք վերադառնում ենք տաղավար հասկանալու համար ինչպես է դուրս գալիս Սերինեն մեր փորձագետների ուղղորդությամբ այս իրավիճակից։ Հեռու չգնաք։ Մի քիչ մանկություն կիսաբաց լուսամուտներից ներս մենք վերադառնում ենք երկրի գլխավոր թոք-շոուի տաղավար, հիշեցնելով ձեզ կիսաբաց լուսամուտներ բարեգործական հիմնադրամի մասին։ Այն ստեղծված է, որպեսզի մենք միասին կազմակերպենք այն օգնությունը, որը հարկավոր է անապահով ընտանիքների համար։ Եթե դուք էլ ցանկություն ունեք միանալու այդ գործին, ապա ուղարկեք անվանական գումարներ այն հաշիվներին, որոնք տեսնում եք էկրանի ներքևի հատվածում, կամ նյութական օգնություն ցուցաբերելու համար մենք սպասում ենք ձեր արձագանքներին 060 50 33 17 հեռախոսահամարով։ Եվ հենց հիմա առաջարկում եմ նաև ուղիղ հեռախոսակապի միջոցով կապել Սերինեի հորը պարոն Կարենին։ Զանգահարենք դրան։ Ես ընդամենը ձեզ ցույց տալու համար էի նաև փորձում զանգահարել տաղավարից, որտեղ վերջին մի շաբաթը կիսաբաց լուսամուտները փորձում է Սերիների հայրիկի հետ կապվել եւ հեռախոսահամարը, որը մեր տրամադրության տակ է, երբեք որպես պատասխանի միջոց չի եղել։ Ցավոք չկարողացանք մենք հերթական անգամ զրուցել ձեր հայրիկի հետ Սերինե, հասկանալու համար թե իրականում ինչպես է նա պատկերացնում, որպես ձեր գոնե հայրիկ ապագան ստեղծված իրավիճակում ինչ պիտի լինի։ Սարգիս, խնդրեմ ձեր դիրքորոշում։ Նախ ինչից սկսենք։ Այստեղ այնպեսի խնդիրներ են, ես զզվանքով էի նայում քո քերու պահվածքը, որը ակնհայտ երևում էր տեսաձայնագրությունից, որ այդ պահին էլ խմած էր ինքը։ Դու նշեցիր, որ դու վախենում ես ընկնելու վատ շրջապատ, մտածում ես, մտահոգվում ես, տատիկը քեզ այնպես է դաստիարակել, որ ես չեմ կարծում, որ դու վատ միջավայր ընկնես։
Սերին է զանգարեց, ասես տիկին կարներ են ծահավոր վիճակա, տատիկին հասկորեմ կանչում, գալիս են 2 հաբեր են տալիս, պարացիտամոլ, և գնում են, չգիտեմ ինչ անեմ, ես է մենակ եմ, ասեցի մեզ մոտ էլ նենց իրավիճակ էր, նախ ուշ էր ասի, մի ձևից կորի կանչի, մեր անունից, իմ անունից, ասա թող տատիկին ինչ-որ պետք անեն տանեն հիվանդանոց, միջև ես կարողանամ առավոտյան ինչ-որ գամ հասնեմ, ընդեղ իրանք տանում են գիշերով ոստիկանն ա տանում, դիժուրկայում ինչ-որ բաներ են չափում, ասում են գնացեք տուն առավոտյան նոր կգաք։ Տիկին Անտոնյան, ես խնդրում եմ եկեք առաջին դեմքով հասկանանք, թե ինչ է կատարվում այնտեղ, փորձը ցույց է տալիս, որ բոլոր այն բժշկական կառույցները, որոնք թաքցնելու բան ունեն, պարզապես եթերի չեն գալիս։ Առաջին հերթին շնորհակալ եմ, որ չեք մերժել հրավերը, պարոն Մարգարյան։ Պարոն Սարդարյան, ինչի մասին է խոսքը։ Քանի որ մեզ մոտ ընդունված է, որ բժիշկները մի քիչ շատ անհիմն են խոսում ու պետք չի հավատալ բժշկին։ Ես եկել եմ հիմքերով, հանեցի են ամեն ինչ կարող էի բերել։ Ինչ վերաբերում է շտապօգնության կանչին ուշ կամ շուտ լինելուն։ Կանչը եղել է ամսի 22-ին, ժամը 14:18 րոպե։ 2 րոպե հետո կանչը փոխանցվել է բրիգադին։ 3 րոպե հետո կանչը սպասարկվել է։ Կանչը տրվել է որպես գլխացավ։ Ճիշտ է թե չէ։ Ասեմ ձեզ, որ շտապ բուժօգնության չափորոշիչներով, ցերեկային ժամերին, երբ պոլիկլինիկան աշխատում է, կյանքին վտանգ չսպառնացող հասարակ գլխացավ ասենք թե դեպքին, շտապօգնությունը կան չսպասարկել պարտավոր չի, ասեմ ավելին իրավունք չունի, ըստ չափորոշիչի, բայց հասցեն ու հիվանդին իմանալով շտապօգնությունը կան չսպասարկել է։ Սպասարկման ժամանակ տևել է 10 րոպե դա, ամբողջ ֆիքսված է սերվերով, ինձ մոտ փաստաթղթերը կան։ Ես ներողություն եմ խնդրում, որ գնացել եմ դրան։ Ուղղակի նորից եմ կրկնում, որպես բժիշկ ես չգիտես ինչի ստիպված եմ արդարանալ։ Բացարձակ պարոն Սարդարյան, ցուցադրված եթե դուք այդպես եք զգում կարգավիճակը, բացարձակ արդարանալու կարիք չկա, մենք փորձում ենք ուղղակիորեն բոլոր կողմերից հասկանալ, թե իրավիճակը Թույլ կտակ ես շատ արագ ավարտեմ ամբողջ ընթացքը, լավ։ Ահա։ Որ տատիկը հաշմանդամը, որ քրոնիկ հիվանդ է, մեր հիվանդն է դիսպանսեր հսկողության տակ է միանշանակ, որ մենք տասնյակ անգամներ հանդիպել ենք ինձ մոտ, այն բոլոր դեպքերում, երբ ինչ խնդիրներ հնարավոր չէր օրինական կարգով լուծվել են օրենքից դուրս շրջանակում, ճիշտ է թե ոչ, տիկին Վարդուհի։ Անցնեմ առաջ։ Շտապօգնությունը տեղում նայելով, որոշելով, որ այստեղ կա ավելի լուրջ հետազոտության կարիք, խնդրել է դիմել ոնց կարգն է, թաղամասային բժշկին, լրացրել է համապատասխան փաստաթղթերը, վերադարձել է կայան, դրանից հետո շտապօգնությունը չսպասելով ձեր դիմելուն, ինքը կանչը փոխանցել է շտապ ներողություն եմ խնդրում, թաղամասային բժշկին, դրանից հետո թաղամասային բժիշկը եկել է ձեր տուն, մի քանի ինչ-որ ժամանակահատված հետազոտելուց հետո ձեզ բերել է հիվանդանոցի ընդունարանի անհետաձգելի թերապիայի բաժանմունք։ Ճիշտ է տիկին Վարդուհի, ինչ ոստիկանություն գիշեր, մեկ էլ մյուս ես չեմ հասկանում։ Ձեզ հետազոտել են թերապևտիկ բաժանմունքի բժիշկները։ Ճիշտ է։ Արել են բիոքիմիական հետազոտություն, սրտի էլեկտրասրտագրություն, ռենտգեն հետազոտություն, շաքարնարյան մեջ եւ հայտնաբերել են առաջնակի շաքարային դիաբետ, բայց քանի որ օրը ցերեկ է, ժամը 4-ը արդեն, բժիշկները ձեզ խորհուրդ են տվել, ճիշտ է, այնտեղ ներարկումներ արել են, խորհուրդ են տվել գալ առավոտյան սոված, որպեսզի վերջնականապես ճշտվի, դա ձեզ մոտ օրգանական շաքարը, այո, թե ֆունկցիոնալ, այսինքն կախված օրվա Պարոն Սարդարյան, ինձ թվում է ձեր համակողմանի ստույգ պատասխանները միայն օգնում են մեզ ստեղծված իրավիճակում հասկանալու։ Շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ գալու համար, երկրորդը նման տեսակ պատրաստվածությամբ։ Հաջորդ օրը տիկին Վարդուհին չեկավ պոլիկլինիկա, ստիպված ելնելով իրանց կոչումից եւ նաեւ շատ մեծ մարդասիրությունից ոչ թե ոստիկանները, այլ բժշկուհին, բժիշկ էնդոկրինոլոգի հետ եկան ձեր տուն, ճիշտ է։ Իրենց հետ բերելով համապատասխան սարքավորումները չափեցին ձեր արյան մեջ շաքարի պարունակությունը։ Գտան, որ դուք հիվանդ եք շաքարային դիաբետով, առաջարկեցին գալ վերցնել դիսպանսեր հաշվառման, դուք չեկաք, ճիշտ է տիկին Վարդուհի։ Բժիշկները իրենք դեղամիջոցը դուրս գրելով շպրիցների հետ միասին, Սերնի ջան քո օգնությամբ, չէ՞, բացատրեցին ինչքան ստանաք, ինչ կերպ ոնց, ճիշտ է թե չէ։
Հաջորդ օրը ձեր տուն նորից տնային այցարեցին ճշտելու, դուք ոնց եք ձեզ զգում, ճիշտ է թե չէ։ Եվ քանի դրամ ծախսեցիք դրա վրա, պետական եւ ոչ պետական։ Պարոն Սարդարյան, մի ընկալեք ձեր ներկայությունը այստեղ որպես արդարացում կամ կոծկում բուժհաստատության աշխատանքի որևէ մասի։ Հրաշալի էր կատարած աշխատանքը, ես ինձ կուզեի այդպես սպասարկեին։ Ձեզ նախանձում եմ։ Այո, Էդգար, լսում եմ ձեզ։ Որ բուժհաստատությունը շատ լավ է սպասարկել, այդ մենք էլ ենք ասում շնորհակալություն, բայց պետք չէ այնպես ներկայացնել, որ պետքա հիվանդը մի հատ էլ չգիտեմ, ամեն օր շնորհակալություն լինի։ Դա բուժաշխատողների պարտականությունն է։ Լավ եւ հավուր պատշաճ։ Ձեզ չի վերաբերում, առհասարակ եմ ասում, առհասարակ ձեզ չի վերաբերվում։ Չէ, ես եմ խոսում, դուք հիմա ինձ եք ասում։ Հա։ Ես ասում եմ, որ այն, որ բուժհաստատությունը լավ է սպասարկում, կամ ասում եմ, որ այս դեղը այս ժամի խմել են դեղ այն ժամի, դա պարտականությունն է տվյալ բուժաշխատողի։ Դա դրա համար պետք չէ որ հիվանդը շնորհակալություն հայտնի իրեն։ Ես շնորհակալություն հայտնելու մասին ընտանիքը շատ ցավոտ կողմեր ունի եւ կարծես թեման մենք հիմա իրանք շատ խոցելի են։ Ներողություն։ Գիտեք մի վարքյան կներեք, հա, հենց այդքանը հաշվի առնելով այդ ամբողջն արվում է։ Եվ էլի արվել են անհրաժեշտ շատ քայլեր Տիկին Բարդու ինքը վկայի կապված նույն քեռու առողջության հետ, ճիշտ է Տիկին Բարդուի։ Եվ Պարքասոյի Սուր Սերինեն առողջ է, որը ժամանակ առաջ նաև Սերինեի։ Դա իմ պարտքն է, հասկացեք ինձ։ Եվ ես անում եմ ինչ պարտավոր եմ։ Իսկ ինչ առողջական խնդիրներ ուներ Սերինեն, օրինակ ես կուզեի իմանալ Սերինե, դու ինչ առողջական խնդիրներ ունես։ Ես պատմեմ դե։ Դու տատիկը պատմի։ Ես ապրում եմ խոնավ պատերում, 18 քառակուսի մետրում եմ ապրում, որից կեսը անձրևը գալիս է լրիվ իջնում է իմ սենյակում։ Երեխան խոնավության մեջ է ապրում։ Ես միշտ դրա համար, այդ խոնավության համար քաղաքապետարանում դիմել եմ, հա։ Եկել են, ստուգել են կոմիսիա եկե, բժշկության կողմից են եկե, քաղաքապետարանից են եկե, ասել են ես իջտևի եք ապրում դուք այստեղ։ Քանի տարի եք այդ տանը ապրում, կասեք։ Քանի տարի, 2000 թվից ապրում եմ, բայց գնալով ավելի անտանելի է լինում, ամբողջ կրիշը չռում է իմ սենյակում։ Տեղաշորը որ բացում եմ, որ երեխային քնացնեմ, երեխան թաց ջուր է։ Երեխան ձվից բորբոքում էր, էխո են նշանակ է, գնացել եմ, երեխային տարել եմ, մեզապարկը բորբոքված է եղե, մտել եմ բժշկի մոտ, խնդրել եմ, ասել է հարց չկա տատիկ, ես քո տանջանքը տեսնում եմ, անվճար տեղերը դուրս ա գրել, բերել եմ երեխային, փրկել եմ մի կերպ, հա, որից հետո գլխացավա ունեցել մի ամիսից առաջ ես երեխային, այդ խոնավ պատերի մեջ 3 օր անձրև ա գալի, անդադ իմ սենյակի մեջ ա չռում, երեխան տեղ չունի, երեխան միջանցքում եմ քնացնում, մի հատ կոյկա ա դրված։ Վարդուի տատիկ, նախ շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ Սերինեին մեծացրել եք այսպիսի մարդ, բայց ձեր շուրջ պտտվող խնդիրները պետք է լուծում ստանան։ Ես հասկանում եմ նաև ինչու եք դուք այսօր այստեղ, հասկանում եմ, որ ձեզ օգնություն ա պետք ու հավատացեք, ես մասնագիտությամբ հոգեբան եմ, ես կարող եմ ուղղակի Սերինեին հանել այս հետ տրավմատիկ ստրեսային իրավիճակից, բայց նյութական հարցերը կարծում եմ ուղղակի պետք է շարունակել պայքարել, որովհետև Սերինեն պետք է պայքարող մարդ մեծանա, նրան կյանքը արդեն այդ դերը տվել է, Սերինե, դուրս են գալի զոհի դերից։ Տիկին Սերոփյան։ Սելինե ջան, ես քեզ շատ սիրեցի, շատ լավ բալիկ ես, ձիգ նստի, ձիգ, այ ձիգ նստի։ Ցավոք սրտի բալես, այ մեր ընկերը, որ ասաց քեզ մի քիչ ուժեղ եղիր այդ դերից դուրս արի, քանի որ ճիշտ ասաց, ինչի համար, հիմա ես քեզ ասեմ, քանի որ այսօր ամբողջ աշխարհում քեզ նման սիրունիկ բալիկներ, այսպես զրկանքներով մեծացած շատ կա, բալես, դու մենակ չես, շատ կա, ցավոք սրտի, դու մի մտածի, վա, ես աշխարհում միայն ես եմ, վсё, կորա, չէ, բալես, լիքն են, ցավոք սրտի, այսօր ամբողջ աշխարհում եւ մեր ցավոք սրտի Հայաստանի մեր հասարակությունը տառապում է անտարբերության տենդով։
այդ անտարբերություն կոչվող հիվանդությունը ցավոք սրտի բոլորին է վարակել եւ շարունակում է այդ վարակը շատ ավելանալ եւ շատերի սերը սառչել է։ Մարդկանց մեջ սեր չկա, գթասրտություն չկա, բարիություն չկա։ Այ որ պատմում էին, ես ուղղակի չգիտեմ, այ հիմա սիրտը շատ վատ է, որ զարմանում եմ այդ մարդիկ ոնց են կարողացել ձեր նկատմամբ այդքան անտարբեր լինել, բալես։ Ես էլ պետք է նույնը ասեմ, դիմում եմ Սերինե ջան քեզ, դու ճիշտ է հիմա այսպես քեզ թվում է թե դու անզոր ես, հա, անպաշտպան ես, բայց ասեմ դու շատ ուժեղ ես, դու դեռ չես բացահայտել քեզ, բայց դու կբացահայտես շատ շուտով, որ դու շատ ուժեղ աղջիկ ես ու գալու է մի ժամանակ, որ այդ նույն տնօրենը, նույն քեզ ցավացնող մարդիկ քո մոտ գալու են օգնության։ Հիշի, սրանք ուղղակի խոսքեր չեմ ասում։ Եթե դու պայքարես, դու հասնելու ես քո ուզածին։ Դու խելացի աղջիկ ես, դու այդ բոլոր նախադրյալները ունես։ Մնա մի փոքր տատիկը քեզ օգնի, մեծանաս, չափած դառնաս ու պայքարես դու։ Ու ամեն ինչ շատ լավ կլինի։ Աստված ձեզ պահապանի։ Շնորհակալ եմ։ Ցանկություն չունեմ որևէ մեկին վիրավորելու, միևնույն ժամանակ չեմ կարող մոռանալ սեփական անցյալս։ Երբ 2 տարի առաջ մոտավորապես քո տարիքի ոչ պակաս հուզումնալից պատմությամբ մեր տաղավարում մի աղջիկ էր, ում իրականում հեռուստադիտողի կողմից տրվեց մի այնպիսի հնարավորություն սկսելու կյանք, սկսելու մի նոր կետից այդ կյանքը, մի նոր ձևով, այնպիսի ձևով, որ մեզանից շատերը նույնիսկ երազում են դրա մասին։ Ես հուսով եմ, երբ որ քեզ այդ հնարավորությունը Սերինե մեր այսօրվա հանդիպումից հետո կտրվի, դու նույն սխալները չես գործի, ինչ ժամանակին այդ աղջիկը։ Երբ որ մարդ հնարավորություններ է ունենում, կողքից խորհրդատուները շատ են շատանում։ Եվ այդ խորհրդատուները հաճախ պարզապես շատանում են, որտեվ ցանկություն են օգտվելու քո հնարավորություններից ևս։ Դու պիտի շատ ուժեղ լինես, որովհետև եթե քեզ նույնիսկ տրվի հնարավորություն նոր կետից սկսելու, դու իրավունք չունես օգտագործելու դա այլ նպատակներով։ Չեմ ուզում որևէ փակագից բացել, բայց հավատում եմ քո ողջամտության վրա, որ ստով չես առաջնորդվի, որ կունենաս քո հանդեպ ազնիվ լինելու մղումը եւ միշտ կհասկանաս, որ հասարակության դիմաց դու պատասխան կարող ես տալ ցանկացած վայրկյան։ Դու դեռ 14 տարեկան ես, դեռ մեծ ապագա ունես, երջանիկ ու բարի համոզված եմ։ Շնորհակալ եմ բոլորին ուշադրության համար։ Այո, իրականում չեմ ուզում, որ կրկնվի 2 տարի առաջվա պատմությունը։ Ուզում եմ, որ մի նոր պատմություն սկիզբ առնի, իրական happy end-ով։ Մենք դա կարող ենք անել միասին։ 060 50 33 17 սպասում ենք ձեր արձագանքներին։ Առողջ ու երջանիկ եղեք, կհանդիպենք ցտեսություն։